Սամվել Կարապետյանի մտերիմները Ռուսաստանում ու Հայաստանում գումարի դիմաց սպորտային կազմվածքով վարձկաններ են հավաքագրում, Հայաստանում ակցիաներ ու ինչու չէ անկարգություններ անելու համար։ Այսպիսի տեղեկություն քիչ առաջ հայտնվեց մամուլում ու այն իհարկե դեռ պետք է ստուգվի ու ճշտվի, բայց եթե հանկարծ այն ստուգվի ու հաստատվի, ապա թույլ տվեք ես ի սկզբանե ասեմ, թե ինչ է սպասվում այդ ենթադրյալ վարձկաններին։ Նրանց սպասվում է շատ հետաքրքիր ուղեգիր դեպի ձերբակալվածների պահման վայրեր, սպասվում է շատ տխուր ավարտ նրանց ձեռնարկած բոլոր միջոցառումներին եւ եթե նրանք չափերը որոշեն շատ անցնել, նրանց կսպասի նաեւ երկարաժամկետ կալանք ու հետո էլ արդեն երկարաժամկետ պատժի կրում այլ քրեակատարողական հիմնարկներում ու բոլոր այն քաղաքական վայ գործիչները, որ հիմա կերթվեն նրանց անուններով ու կօրհնեն նրանք ուղղակի կմոռանան նրանց գոյության մասին ընդամենը 1 ամիս հետո։ Մեկ անգամ եւս պետք է շեշտել, սա Կալուգայի Նիժնի Տաբր գյուղը չի։ Սա Հայաստանի Հանրապետությունն է, ու այդ ձեր սպարծիվկով սպորտային կազմվածքով վարձկանները այստեղ եղանակ չեն կարող ստեղծել։